Ողջույն հայրենակիցներ, ես շատ զանգեր եմ ստանում, շատ հորդորներ ընդհատելու սկսած բողոքի հաստատումը եւ հիմնավորում են հիմնականում այն բանով, որ մեկ է սրանք դա հասկացող գնահատողը չեն, բայց հիշեք, սա մի ահավոր խարան է։ Հայ ազգի անկախության պայքարի առաջնորդը 76 տարեկան հասակում ի նշան բողոքի ընդդեմ այս պղծության, ընդդեմ նրա ապօրինի գործողությունների հաստատում է անում։ Սա մի խարան է, որը հասկացող մարդկանց համար հավիտենական գործող ազդակ պիտի լինի։ Ես հիմա հիշեցնում եմ, որ շարունակելու եմ, ժամկետը չեմ նշել, ինչպես հիշում եք գրել եմ անժամկետ, եւ մի բանի վրա եմ ուզում հրավիրել բոլորիդ ուշադրությունը։ Ես նշել եմ միայն մեկ բան, հարյուրավոր շատ ծանր զանցանքներից, խախտումներից եւ օրենքների եւ մարդկային առողջ բանականության ընդհանրապես մարդ էակի ետվածքի։ Ես այդ բոլորը հաշվի եմ առնում, եւ քաղաքականավորների գոյությունը, եւ գերիների հարցը, այդ բոլորը գիտեմ, բայց շեշտում եմ մեկ բան։ Ստացել է բազմաթիվ դիմումներ, որը կոչվում է հանրագիր այսօրվա քրեական օրենսդրությամբ, եւ այդ հանրագրերից նրանք, որոնք որ համազգային նշանակություն ունեն, այսինքն քաղաքացիների կարգավիճակը պիտի բարձրացնեն անառարկելի, եւ մարդիկ իսկապես դառնալու են երկրի տերը, իրավունքը ընդլայնվելու է, որևէ անհատի իշխանությունից ազատվելու ենք, լինելու է հանրային իշխանություն, բայց անհատական պատասխանատվությամբ, ունենալու ենք իսկապես տարանջատված իշխանություններ։ Այդպիսի նախագծի առաջարկը մի խնդիր, որը իրենք սկսել են ու տապալվել են։ Դա ներկայացվել է ու իրենք չեն քննարկել։ Պարտավոր էին քննարկել ամենայն լրջությամբ, խախտել են։ Դա իշխանության չարաշահմամբ է տեղի ունեցել։ Հետո հանձնարարել են հակակոռուպցիոն կոմիտեին իրենց նկատմամբ եղած մեղադրանքը չնկատել։ Դատախազությանը, գլխավոր դատախազությունը ստեղծել են մաֆիոզ կառույց, բայց հիմքում մեկ բանն է։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը։ Այո, ես բողոքում եմ այս պղծության ապօրինի կեցվածքի դեմ մաֆիոզ կառույց ստեղծելու առիթով նաև, բայց սպասում եմ, որ ողջ հանրությունը դրան արձագանքի։ Դուք կարծես չեք էլ նկատում, կարծես ձեզ համար ամենակարևոր ակնհայտ բանը գոյություն չունի։ Պարլամենտի անդամներ, անկախ նրանից ինչ գույն ու ինչ ապրումներ, ինչ նկատառումներ, ինչ հավակնություններ ունեք, դուք պարտավոր եք իրեն տեսնելիս ասել, հիշիր, 21-5, դու Նիկոլ Փաշինյան, մեծագույն խախտումն ես կատարել, որ կարելի էր կատարել պետության համար ամենավտանգավոր բանը, կոռուպցիոն հանցախմբի ես վերածել կառավարությունը։ Սրա մասին չեք խոսում։ Բոլոր քաղաքական գործիչները բարի լույս ասելուց առաջ պիտի ասեն Նիկոլ Փաշինյան, լավ ձեր անունից չեք ասում, ասեք Պարույր Հայրիկյանը բողոքի հացադուլ է սկսել։ Մեր անկախության պայքարի առաջնորդը վերջին 100-ամյակներում միակ ժողովրդին մի ծրագրի իրականացման հասցրած մարդը, ուրիշի չունենք։ Հասցրած որևէ մեկը չկա։ Ճիշտ է, սա իմ երազած անկախ Հայաստանը չի, բայց ի վերջո միջազգային իրավունքի ենթակա ենք դարձել, որը սա նույնպես զրոյացնում է։ Ուրեմն ասում եք, ինչ կասեք այն բանի մասին, որ Պարույր Հայրիկյանը ձեզ մեղադրում է այսինչ բանում։ Ինչու եք շարունակում խախտել եւ ինչու ընթացք չեք տալիս նրա դիմումներին։ Չէ՞ որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելը եւ մեզ համար, քաղաքացիների համար է շահեկան, հայ ժողովրդի համար է շահեկան, ազգի համար է շահեկան, ամբողջ աշխարհին միավորող սահմանադրությունը, ամբողջ աշխարհի հայությանը առարկայորեն միավորող սահմանադրության տարբերակը։ Ինչու ես դու մերժում։ Ինչ իրավունքով։ Դու չես կարողացել, այսքան 5 տարի արդեն տունտունիկ ես խաղում, մանկապարտեզ ես սարքել։ Չես կարողանում, պատրաստի նախագիծը տված չես քննարկում։ Սա պիտի բոլոր քաղաքական գործիչների շուրթերին լինի այս օրերին։ Եթե ոչ, ես կամավոր եմ։ Լավ, անեցքների չեմ հասնի։ Հասկացեք, որ ձեր բոլոր ձախողությունները գալիս են նրանից, որ անհրաժեշտ ուշադրությունը չեք դարձնում կարևորագույն խնդրին։ Սա այսօրվա կարևորագույն խնդիրն է։ Այնպես որ սպասում եմ, որ բոլորը ինչ էլ ասելու լինեն, ինչի մասին խոսելու կլինեն, ինչպես ես 1000 ու մի հարց կա, չէ՞ խոսելու։ 1000 ու մի խնդիրներ ունենք։ Հարկային տերորից սկսած վերջացրած մեր ազգային արժանապատվության ոչնչացումը, քաղաքականավորների արկայություն, գերիներ, Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այդ բոլոր հարցերը կան, մնում են ուժի մեջ, բայց կա մի հիմնահարց, եւ այդ հիմնահարցը այսօր հանցավոր դրսևորումներ կյանքի կոչող, դրանց աջակցող հանցավոր կոռուպցիոն հանցախումբ ստեղծող Նիկոլ Փաշինյանին դատարան տանելն է եւ միաժամանակ անմիջապես նրա սխալը ուղղել։ Սա բոլորիս խնդիրն է, այնպես որ սպասում եմ։
Աստված բոլորիս պահապան։